Շրջափակման սկզբնական շրջանում դեռ չէր զգացվում, այսինքն շրջափակում հասկացողությունը, իր զուղ նեղ խնդիրները եւ այլն։ Սկզբնական շրջանում մոտավորապես մինչև գարնան վերջ բավականին ակտիվ էինք, ընդհուպ ունեինք 2 առաջնախաղ։ Իրականում դժվարություն էր արդեն առաջանում փորձ կազմակերպելը, որտեղ նախ ժողովուրդը գնում էին հերթեր, իսկ չես կարող ասել, այսինքն մի քանի ժամ հերթում կգանգնես, թե օր ու կես կամ չգիտեմ։ Ես հիշում եմ, որ մենք ունեինք փորձ, պետք է ամռանը, այսինքն ոնց որ եզրափակեինք թատերաշրջանը գիշատիչները խնջույք ներկայացմամբ։ Որոշեցինք այդ ներկայացում խաղալ, որովհետև ինքը սյուժեն գրեթե նման էր այն իրավիճակին, ինչի մեջ որ հերոսներ էին, իհարկե պայմաններն ու խնդիրները այնտեղ այլ էին, մերը այլ, բայց խնդիր եղավ հաճախ փորձերը ընդհատվելու, որովհետև լույսի գրաֆիկի խնդիրներ կար, խափանումներ կար։ Եվ հետո մենք, քանի որ ունեինք տարեց դերասաններ, բնականաբար մոտավորապես տրանսպորտի խնդրի պատճառով 2.5 ժամ, 3 ժամ, ժամ ու կես քայլելը արևի կիզիչ տաքության տակ գալը, դա բնականաբար ահավոր էր։ Ու մերթընդմերթ մենք ունենում էինք խնդիրներ, որ պարզապես վիճակի չէին գալ կամ ճանապարհին ինչ որ զանգ ենք ստանում, որ ինչ որ մեկը ուշագնաց է եղել կամ վատացել է կամ հերթում է վատացել, այսինքն բնականաբար խոչընդոտները անընդհատ լինում են ու ամեն օր ոնց որ տնօրենի հետ մտածում էինք, իսկ գուցե չարժե շարունակել, որովհետև այդ ընթացքում ոչ բոլոր կառույցներն էին մեզ նման, այսպես ոնց որ աշխատում ու եկանք են եզրահանգման, որ իրականում ոչ որովհետև սա եւս փրկություն էր, այսինքն փորձի գալը, մտնել մեկ այլ իրականություն, մոռանում ես դու այն իրականությունը, ինչի մեջ դու կաս։ Եվ դերասուն է ինտելիգենտ է, առաջին անգամ այսպիսի հիմար շուն տեսնում։ Եվ դուք վճռվել եք ձեր այդ կյանքով, մեր բոլորի կյանքը թունավոր։ Շները շատ է սիրում, բավակ շատ, ինչպես կանայք։ Երբ որ խաղացինք առաջնախաղը, մտածում էինք, որ երևի դժվար կլինի, որ մարդիկ գային ներկայացման, չնայած մենք ճիշտ է երեկոյան ժամ էինք փորձում խաղալ, բայց միտեղ մտածում ենք, որ երևի կիսադատարկ դահլիճ կլինի, բայց իրախություն մեզ այդպես չեղավ։ Մենք նաև փորձում ենք մեկ այլ խնդիր լուծել, դա երեխաների մանկությունն էր, որովհետև ամեն մի իրավիճակում, ամեն մի պայքարի մեջ, ամեն մի խոչընդոտի մեջ կա մի հատ իրականություն, որը չպետք է ոչ մի ձև առնչվի երեխայի հասկացողության հետ, այսինքն իր աշխարհընկալման հետ։ Ուստի նաև հենց դրա համար ենք մենք մտածում հիմնականում մանկական ներկայացումը հենց այդ օգոստոսի կիզիչ արևի ու այդ բարդ իրավիճակների ժամանակ, երբ որ նույնիսկ երեխաներն էին գնում հացի հերթ կանգնում, նաև իրենց հետ բերել, իրենց մանկական աշխարհ։ Ներկայացման ժամանակ անկախ նրանից դու գրաֆիկով լույս ունես թե չունես, մեկ էլ հանկարծ ստացվում էր այնպես, որ լույսը չէր լինում եւ ստիպված էինք արդեն օգտվել դրանից ու հիշում եմ, որ մի անգամ խնդիր եղավ, ուշ միացավ գեներատորը ու հանդիսատեսները բոլորը հեռախոսները միացրել են ֆանարիկներով, այսպես իրենց լուսավորելով դերասաններին ու մոտավորապես ներկայացմանը մի 15 րոպե այդքան այդ տևողությամբ խաղացին դերասանները։ Չգիտես ինչի անընդհատ հիշում էի իմ կերպարներից մեկի խոսքը, դեռևս թատրոնի կից գործող ստուդիայում ուսանող էի, երբ մեր ռեժիսորներից մեկը Մարա Դավթյանը հեքիաթ էր բեմադրել հրաշագործ ծաղիկը, որտեղ ես տատիկ էի խաղում, մեր դերասաններից մեկն էլ իմ քույրն էր, ուրեմն ինքը ավելի շատ թեր հավատեր, իսկ իմ կերպարը ավելի միշտ սենց եռանդուն, հավատով լեցուն,
ու ստացվում է այնպես, որ իրենց տնից ինչ որ պապենական գորգն են գողանում ու այս մյուս քուրը սովորականին պես տխրած լացում է, ասում է ում պիտի բողոքեմ կամ ինձ լսողնով է, իսկ իմ կերպարն ասում էր, որ պետք չէ թևաթափ լինել, պետք է պայքարել չարի դեմ, առաջ դեպի արդար պայքար ու ես մի տեսակ ոնց որ փորձել էի կարճել, ասենց կախվել այդ խոսքերից, որովհետև իրականում ամեն օր արթնանալ ու փորձել ինչ-որ մի բան անելը, դա իրականում պայքար էր։ Ու քանի որ ես էլ ունեի սուղ խնդիր առողջական, փորձել էի ստեղծել ինչ-որ մի հատ կերպարի խաղ, ավելի շատ հիշում էի իմ կերպարը եւ փորձում էի նորից վերագտնել ինձ իմ կերպարի միջոցով։ Ու ինքը ինձ ավելի շատ ուժ էր տալիս, որովհետև դիմակայելու որևէ մեկ այլ միջոց ընդհանրապես չկար։ Շրջափակված թատրոնը ոնց որ շրջափակված Արցախը։ Մենք շրջափակման պայմաններում ներկայացումներ ենք խաղացել, նոր ներկայացումներ ենք հանդիսատեսին ներկայացրել։ Հանդիսատեսը միշտ էլ լեփլեցուն դահլիճներով իմիջայլոց ասեմ, որ շրջափակման ժամանակ լեփլեցուն դահլիճներով մենք ներկայացումներ ենք խաղացել, հանդիսատեսը գոհ է մնացել, նրանց արժանացել ենք նրանց ջերմ ծափերին, բայց թե ինչպիսի տանջանքով, չարչարանքով ենք ներկայացումները ստեղծել, դա արդեն մի ուրիշ հարց է, այլ հարց է։ Շատ դժվարություններ եղել են դերասանները իրենց դերերը սերտելու ժամանակ, գիտեք ինչու, որովհետև մարդ ա եղել, որ սոված ա եղել, հնարավորություն չի ունեցել այդ օրը հաց գտնի եւ առանց ճաշել, առանց նախաճաշելու է եկել ներկայ փորձերին կամ ներկայացումներին։ Շրջափակման ժամանակ մենք ունեցել ենք 3 նոր ներկայացում, որ դա իհարկե զարմանալի է, մարդիկ կարող են ասել ինչպես է կարողացել 3 նոր ներկայացում։ Առաջինը մանուկների համար նոր տարվա ներկայացում ենք ունեցել, որ խաղացել ենք ամբողջ դպրոցականների համար, նվերներով ճանապարհել ենք նրանց տուն, եղել ենք շրջաններում այդ նույն ներկայացման ընթացքում, եղել ենք շրջանների երեխաների համար, Մարտունի շրջանի, Մարտակերտի շրջանի երեխաների համար, Մարտունիում նվերները տվել ենք, բայց Մարտակերտում արդեն նվերները չէր հերիքել, Մարտակերտում չի եղել նվերներ։ Բոլորը սաղ ժողովուրդը չէի նմանով, որ շրջափակումը երկար կտևի։ Մարդիկ սկսեցին ինչ որ փոքր հողամասեր իրենց համար վերցնել, կարտոֆիլ ցանել, ես լոբի կամ կանաչի եւ այլ։ Ես էլ ունեի փոքրիկ ցանկապատ քաղաքից դուրս, իհարկե միշտ էլ փորձերից առաջ, փորձերից հետո գնում էի իմ ցանկապատը եւ այնտեղ աշխատում էի։ Դերերս այնտեղ էի սերտում, գալիս էինք փորձին։ Այնպես ստացվեց, որ բեմադրությունը ստանձնել էի ես, որովհետև այն ժամանակ մեր թատրոնի ռեժիսորը եկել էր Երևան ու այնպես է ստացվել, որ շրջափակման պատճառով հետ վերադառնալ չէր կարողացել ու սկսել ենք ներկայացումներ բեմադրել եւ ճիշտն ասած ինձ հուսախաբ չեն արել, ներկայացումը որակով կարողացել ենք հանդիսատեսին հանձնել։
այս շրջափակումը չգիտենք ինչքան կտևի։ Ուրեմն կամ պետք է մենք աշխատենք, կամ պետք է սպասենք շրջափակումը վերջանա։ Իհարկե ամբողջ կոլեկտիվը կանգնեց, որ պետք է աշխատենք։ Եվ մենք աշխատեցինք։ Դերասաններից շատերը, որ գիշերները չկրկնվեմ, գիշերները հացի հերթի էին, նրանք հացը տանում թողնում էին տանը եւ վազում փորձի, կամ շատ ժամանակ առանց հաց գալիս էին փորձի, առանց հաց գնելու գալիս էին փորձի։ Ճիշտ է, մեր դահլիճը այնքան էլ մեծ չէր, 150 տեղանոց դահլիճ էր, բայց բոլոր դեպքերում լեփլեցուն դահլիճը դա մեզ ամեն ինչ ասում է։ Եվ հանդիսատեսը այդ թողուբոյի մեջ, այդ շրջափակման, այդ անորոշության մեջ, բայց գալիս էր ներկայացման։ Միջև Արցախից արտագաղթելը, ասում եմ, մենք պլանավորել էինք ամսի 20-21-ին արդեն ներկայացումները իրար հետևից դնենք, քանի որ հանդիսատեսը պահանջում էր։ Ես երբեք չէի մտածում, որ կարող էր այս վիճակին հասնեինք։ Մտածում էի, որ հնարավոր է ինչ-որ միտեղից, ինչ-որ մեկը կարող էր օգնության հասնել եւ այս շրջափակումը գոնե շրջափակումը բացեր, գոնե նորից էլի մեր կապը Հայաստանի հետ, կապը աշխարհի հետ ներ։ Ես շատ հասարակ դուրը կողպել եմ, բանալին դրել գրպանս, այն պայմանով, որ հեսա ոնց որ 20-ին հետ դարձանք, հիմա էլ հետ կդառնանք, էլ ինչ ա եղել, որ այս բանով, այդ պայմանով հետ դառնալու պայմանով մենք որոշեցինք, որ գնանք ու հետ գանք։ Հայ հույսը միշտ իր հետ եղել։ Ուրեմն հույսով ենք, հույսով մնանք, որ հետ պիտի վերադառնանք, որովհետև ուրիշ ելք չունենք։ Անգամ շրջափակման օրերին ես մտածում եմ, որ հնարավոր է այնպիսի դերեր խաղան, որ իմ ուզած ցանկացած դերեր։ Դրանցից մեկը հենց Շեքսպիրի Լիր արքան է, որ վաղուց եմ երազել եմ շատ, բայց դե ստացվեց այնպես, որ մնաց երազանք, չգիտեմ, գուցե կիրականանա, հաստատ չգիտեմ, բայց առայժմ երազանք է ինձ համար դա։ Դեկտեմբերին մեկ օր առաջ, մինչև ճանապարհը փակվեց, ես մեկնել էի Երևան, որպեսզի այնուհետև մասնակցեմ Եվրոպայում կայանալիք հյուրախաղերին Երևանյան խմբի հետ, ես ներկայացնում էի Ստեփանակերտի թատրոնը։ Եկա Երևան, հաջորդ օրը ճանապարհը փակվեց։ Մոտ 3 ամիս ես փորձում էի վերադառնալ տուն։ Ես վերադարձա փետրվարին Կարմիր խաչի օգնությամբ։ Կարմիր խաչն էր ասում էր, որ գիտակցում եք արդյոք, որ վտանգ է ձեզ համար վերադառնալ շրջափակված Արցախ, բայց ես շատ հաստատակամ էի եւ հասկանում եմ, որ իմ տեղը այնտեղ է, ես պարտավոր եմ ներկա լինել այն իրողություններին, որոնք կատարվում են Արցախում։ Թատրոնում հետաքրքիր իրավիճակ էր, որովհետև բուռն քննարկումներ էին ընթանում, ինչ ներկայացում պետք է բեմադրել, ինչն է ճիշտ բեմադրել այս պահին, բեմադրել հուզական, համապատասխանող օրվա թեմային, թե օրինակ կոմեդիա, որը կօգնի մարդկանց փոքրինչ կտրվել իրականությունից եւ որոշվել էր, որ երկու ժանրերն տեղ ունեն այդ ընթացքում։ Ես սկսել եմ աշխատել, ներգրավել եմ հենց կոմեդիա ժանրում ներկայացման մեջ, Բաքվում կատաղածություն կա։ Արցախը շրջափակված էր, առօրյան շատ ծանր էր, մենք բարձրանում էինք թատրոն, իսկապես կտրվում էինք իրականությունից եւ փորձում էինք այդ զվարճալի տրամադրությունը նաեւ փոխանցել մեր հանդիսատեսին, որը սպասում էր պրեմիերային։
Բայց բավականին բարդ էր ստացվում, որովհետև կենցաղը շատ էր խանգարում արվեստին։ Ես երբևիցե չէի պատկերացնում, որ հնարավոր է կենցաղային խնդիրները այնքան սուր լինեն, որ խանգարեն արարելուն։ Մեր փորձերի ժամը այնպես էր համընկնում, որ մենք միշտ տեսնում էինք հերթերը ճանապարհին, հացի համար հերթեր, ծխախոտի համար, երբեմն լինում էին հերթեր էին լինում մանկական կերի համար։ Ամենուրեք հերթեր էին եւ մարդիկ հավաքված էին, ես բարձրանում էի դեպի հրապարակ։ Ես մտածում էի, իսկ ինչ է այս մարդկանց պետք։ Իսկ ինչ ասելիք ունեմ ես նրանց։ Արդյոք համապատասխանում է իմ դերը այն առաքելությանը, որ պետք է արվեստագետը, արվեստի մարդը կատարի։ Երբ ես մտնում էի թատրոն, ես նորից շրջափակման մեջ էի, որովհետև մեր ներկայացումը շրջափակված Ֆրանսիայի մասին էր։ Սոֆի, աղջիկս, բաց արա դուրը։ Այս պահին ճիշտ կլինի, որ դուրը կին բացի։ Մենք ունենում էինք ձախողված փորձեր։ Ձախողման պատճառը շրջափակումն էր եւ կենցաղի ծանրությունը այդ օրերին։ Ես մի զվարճալի դեպք պատմեմ, որ այս օրերին ինձ շարունակում է ջերմացնել։ Վերջին օրերին մենք ամռանն էինք արդեն նախապատրաստվում պրեմիերայի, վերջին օրը օգոստոսի 30-ն էր։ Վերջին փորձերին, երբ որ մենք բարձրանում էինք, բավականին հյուծիչ ճանապարհ էր, հատկապես եթե ասենք այդ օրը նախաճաշի համար ոչ մի բան չկար տանը, եւ ես շատ քաղցրակեր եմ եւ առանց դրա ահագին վատ էի զգում շրջափակման ընթացքում, բայց իրոք քաղցրավենիք չկար։ Դոշաբ ունեինք տանը, որ բացում էի, շատ հաճախ ուղղակի բացում էի, նայում, նորից փակում, պահում հաջորդ անգամվա համար։ Եվ այդ պայմաններում, երբ որ ես բարձրանում եմ փորձի, եւ մեր ավագ գործընկերներից պարոն Մարտին Ալոյան վերել էր իրենց տան մուրաբան։ Մոշի մուրաբա էր, բայց այդ տարվա փակածը չէր եւ արդեն հասել էր շաքարակալվել։ Եվ չնայած դրան, երևի դա իմ կերած ամենահամով մուրաբան էր եւ պարոն Մարտինը նաեւ այդ օրերին հացի հերթում կանգնում էր եւ հացից մեկը, որ հասնում էր իր ընտանիքին, բերում էր թատրոն եւ մեծահասակներն էլ չէին մոտենում այդ հաց մուրաբային, թողնում էին, որ երիտասարդները մոտենան, ասում էին, չէ, մենք կերել ենք, մենք տան մուրաբա ունենք, որ սուպեր իհարկե, բայց շատ նուրբ ժեստ էր ավագ սերնդի կողմից հոգատարության մեր հանդեպ եւ երևի թե երբեք ես չեմ մոռանա այդ հոգատարությունը։ Թատրոնում ցուրտ էր։ Մենք գնում էինք փորձի եւ մենք մրսում էինք ամբողջ ընթացքում, երբեմն ավելի ցուրտ էր լինում, քան դրսում, երբ որ մենք փորձեր էինք անում փետրվարին կամ մարտին։ Ներկայացումների ժամանակ լինում էին դեպքեր, երբ մի ժամից ավել հետաձգվում էր ներկայացումը, հանդիսատեսը համբերատար սպասում էր մինչև որ մենք սկսեինք խաղը, բայց մենք չունեինք էլեկտրականություն, համապատասխանաբար չկային բեմական լույսեր, չկար երաժշտություն, ներկայացումը կարող էր տապալվել։ Բայց հանդիսատեսը այնքան շատ էր մեզ հավատում եւ այդ մեզ համար դերասանի համար մեծ ձախողումները, մեծ խնդիրները, որ առավելագույնս չես կարող ներկայացնել հանդիսատեսին, ինձ թվում էր, որ նրանց համար դա այդ պահին իսկապես մանրուք էր։ Երբ մենք մտնում էինք հանդերձարան, բոլորս միասին, որովհետեւ մենք ունեինք երկու հանդերձարան կանանց եւ տղամարդկանց համար, հերթով էինք մտնում եւ չէինք կարողանում հագուստ գտնել։ Պրեմիերայից առաջ մենք չունեինք նոր հագուստ, բոլոր հագուստները գրեթե մենք բերել էինք մեր տներից։ Մենք չունեինք համապատասխան ռեկվիզիտ, ամեն ինչը տարբեր ներկայացումներից հավաքված եւ դրված էր։ Ողջույն դոկտոր, ո՞վ եք։ Ողջույն երեսուհի։ Ինչպես եք։ Ինչպես պետք է լինի կին իմ տարիքում։ Ես արդեն 22 տարեկան եմ։
Երբ ես մեր առաջնախաղի օրը կանգնած էի ետնաբեմում եւ սպասում էի իմ մուտքին, ես իսկապես հավատում էի պայքարին, բայց ես ունեի զգացողություն, որ ես այս բեմում երկար ժամանակ չեմ լինելու։ Ոչ թե որ սա իմ վերջին խաղն է այս բեմում, այլ որ երկար ժամանակ ես այս բեմ չեմ բարձրանալու։ Դա փոքրինչ խանգարում էր խաղին, ավելորդ հուզմունք էր ավելացնում, ավելորդ պատասխանատվություն, հա փորձ ավելի լավ խաղալու եւ դա սովորաբար միշտ դերասաններին խանգարում է։ Գուցե հիմա ես երբ մտածում եմ դա իմ լավագույն խաղը չէր, չնայած որ վերջինն էր այդ օրերին եւ իսկապես ես արդեն երկար ժամանակ չեմ բարձրանում Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի բեմը։